Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է հայտարարագիր չներկայացնելու դեպքում իրավական հետևանքների առաջացմանը։ Այս թեմայի շուրջ մեր տաղավարում զրուցելու նպատակով հրավիրել ենք իրավաբան փաստաբան Confido Advisor ընկերության հիմնադիր տնօրեն Մարինե Միրիջանյանին։ Բարև ձեզ Տիկին Միրիջանյան։ Տիկին Միրիջանյան, մենք ձեզ հետ առիթ ունեցել ենք խոսելու հայտարարագրի մասին, երբ ամիսներ առաջ դեռևս ինֆորմացիայի տրամադրման այսպես դիտանկյունը մի փոքր այլ էր, փորձենք այսօր սկսել հետևյալից, քանի որ ըստ էության ավելի մեկ ամիս է մնացել երևի թե ուղիղ մեկ ամիս, եւ եթե մեր համերկրացիները չներկայացնեն հայտարարագիր այդ մեկ ամսից, ինչպիսի իրավական հետևանքներ կառաջանան նրանց համար։ Մենք գիտենք, որ կարող են կիրառվել վարչական պատասխանատվություն, նախազգուշացում, տուգանք, այ որ դեպքերում որն է կիրառվում, որ դեպքերում տուգանքը կրկնապատկվում եւ կոնկրետ ինչ ժամկետներում է սա նախատեսված կիրառելու։ Այո, շնորհակալ եմ հարցի համար, ինչպես արդեն նշեցիք, մնացել է ուղիղ մեկ ամիս հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետին։ Եվ ինչպես նշեցիք, այո, վարչական պատասխանատվություն է նախատեսված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու համար։ Եվ վարչական պատասխանատվությունը հետևյալ ձևաչափով է իրականացվելու, այսինքն նախ եւ առաջ կիրառվելու է նախազգուշացում տվյալ քաղաքացու նկատմամբ, որին հնարավորություն է տրվելու 30-օրյա ժամկետում լրացնելու հայտարարագիրը։ Եթե քաղաքացին 30 օրվա ընթացքում չի լրացնում, դրանից հետո կիրառվում է տուգանք կամ 5000 դրամ կամ 50000 դրամ։ Այս մասով էլ նշեմ, որ դեպքերում է 5000 կիրառվում, որ դեպքերում 50000, սա կախված է այն հիմքից, որով քաղաքացին հանդիսանում է հայտարարատու։ Օրինակ, երբ քաղաքացին հայտարարագիր պետք է լրացնի պարզապես այն հիմքով, որ ինքը վարձու աշխատող է կամ ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա աշխատող է, իր նկատմամբ կկիրառվի 5000 դրամ։ Եվ այն բոլոր հիմքերով, որ օրինակ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում է լրացնելու որպես իրական շահառով 20 միլիոն եւ ավել փոխառություն է ստացել կամ խոշոր ընկերության բաժնետեր է հանդիսացել, այս դեպքերում կիրառվելու է 50000 դրամ տուգանք։ Եվ կրկին քաղաքացին հնարավորություն կունենա տուգանքի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում լրացնել հայտարարագիրը, եթե կրկին չի լրացնում, այս դեպքում տուգանքը կրկնապատկվում է եւ փաստացի ստացվում է, որ առավելագույն տուգանքի չափը կարող է կազմել մի դեպքում 10000 դրամ եւ մի դեպքում 100000 դրամ։ Բարի, եկեք նաև անդրադառնանք այն հարցին, հետաքրքիր է օրինակ ինձ համար։ Այս պահի դրությամբ, եթե կան վիճակագրություն, Տիկին Միրիջանյան, շնորհակալ կլինեմ ներկայացնելու համար, քանի տոկոսն է մեր բնակչության արդեն հայտարարագիր ներկայացրել, եւ հետաքրքիր է ինչպիսի շարժ է, օրինակ ձեր ընկերության շրջանակներում ես տեղյակ եմ, որ դասընթացներ են անցկացվում, օրինակ քաղաքացիների համար ինչքանով են դեռ որոշակի հարցեր վիճահարույց, կապվում են ձեզ հետ, ճշտում են կամ դասընթացների են մասնակցում, ինչպիսի վիճակ է մեր հանրության շրջանակներում, այսպես փորձենք նայել։ Իրականում խոճապը շարունակում է դեռևս այսպես մեծ լինել, զանգերը բազմաթիվ են եւ տարբեր շրջանակներում, երբ խոսում եմ անգամ ընկերական շրջապատներում, ես հասկանում եմ, որ խոճապը մեծ է եւ խորն է եւ անգամ շատ գիտակից մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ եկամուտների տեսակի հետ գործ ունենք եւ ընդհանրապես ինչպես է պետք հայտարարագրերը լրացնել եւ որ դեպքում ինչ պատասխանատվություն կարող է առաջացնել դա իրենց համար կամ պարտականության շրջանակը անգամ հաճախ չեն պատկերացնում։ Եթերի գալուց առաջ փորձեցի որոշակի վիճակագրության ծանոթանալ այսպես թարմ եւ ասեմ 25 թվականի սեպտեմբերի կեսերի դրությամբ 15-ի դրությամբ մոտավորապես 700,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ովքեր որ հայտարարատու էին հանդիսանում 25 թվականին, 24 թվականի հաշվետու տարվա համար, հայտարարագիրը լրացրել են ընդամենը նրանց 15%-ը, մոտ 92-93,000 քաղաքացի։ Սա նշանակում է, որ իրապես համակարգը խնդիր ունի։ Խնդիրը թե գալիս է նույնականացման քարտերի տրամադրման բարդություններից, քանի որ այնտեղ նույնպես մեծ հերթեր են կուտակված, հատկապես Երևան քաղաքում, մարզերում հերթեր չկան, իրականում բավական ավելի արագ է ընթացքը գնում, թե խնդիրը գալիս է պարզապես մարդկանց չիմացությունից կամ ցանկության բացակայությունից, դրանք տարբեր են, չեմ կարող ես գնահատել, բայց մի բան ակնհայտ է, որ 3 տարին, որը որ սահմանվեց հայտարարագրման ինստիտուտի ներդրման համար, մեր պետության համար իրականում բավականին կարճ ժամանակամիջոց էր։
Եվ սրան նաև հավելեմ, որ 2026 թվականից ըստ էության բոլորն են լրացնելու հայտարարագիր, անգամ թոշակառուները եւ այս 700,000-ին գումարվելու է եւս 500,000։ Իսկ համակարգը դեռևս մշակված չէ այդ 500,000-ի գումարվելու համար, չէ՞, որպես այդպեսին է։ Համակարգը ըստ էության նույնն է։ Եթե փորձարկվի հիմա, արդեն կիրառելի կլինի գումարած 500,000-ը։ Այո։ Բայց հետաքրքիր է Տիկին Միրեջանյան, միջազգային պրակտիկայի ուսումնասիրություն։ Նախ մենք անդրադառնանք, հա, կամ եթե կարելի անդրադառնանք, ինստիտուտը ինչպես է ներդրվել, այս ինստիտուտը արևելք, արևմուտք, միգուցե ավելի շուտ, ավելի ուշ, բայց նաև հետաքրքիր է, օրինակ կան երկրներ, որտեղ ներդրվել է այս ինստիտուտը եւ հանրությունը մեր նման հետ է կանգնել կամ հրաժարվել է կամ քիչ տոկոս է լրացրել, որտեղ սա կարեւոր է, որովհետեւ ինձ մոտ հարց է առաջանում, եթե հայտարարագիրը ներկայացրել է եւ տուգանքից խուսափել է հանրության 15%, ապա այն չվճարածների թիվը բավականին չներկայացրածների ներողություն եւ արդյունքում ստացվում է բավականին շատ տուգանք է վճարվելու։ Պետբյուջեի տեսանկյունից բավականին մեծ գումարի մասին է խոսքը։ Ընդ որում մենք չգիտենք, մեկ անգամ տուգանելուց հետո, օրինակ վարչարարություն իրականացնող մարմինը հաջորդ անգամ երբ կտուգանի, որովհետեւ ըստ էության, այո, անգամ տուգանքը վճարելուց հետո դա չի նշանակում, որ դու այդ պարտականության կատարումից ազատված ես։ Միշտ բերում եմ այն օրինակը, որ երբ վարորդական իրավունք չունես, մեքենա ես վարում եւ տուգանք է կիրառվում ոստիկանության կողմից քո նկատմամբ եւ դա բնավ չի նշանակում տուգանքը վճարելուց հետո կարող ես կրկին առանց վարորդական իրավունքի մեքենա վարորդական վկայականի, այո, մեքենա վարել։ Այո, թիվը մեծ է կազմում, պետբյուջե վճարվող գումարների թիվը իսկապես հսկայական է ստացվում։ Միջազգային պրակտիկայի մասով ասեմ, շատ հետաքրքիր է այդ փորձի ուսումնասիրությունը։ Մասնավորապես նկատում եմ երկու օրինաչափություն։ Առաջին փուլային ավելի երկար եղանակով է ներդրվում, որպեսզի համակարգը ինքն իրեն արդարացնի եւ ադապտացիոն փուլը շատ ավելի հաշտ անցնի։ Այսինքն մեր դեպքում երբ 3 տարի դա սահմանվեց, բավականին քիչ էր մեր հասարակության համար, եւ երկրորդ օրինաչափությունը, որ նկատել եմ, եկամտային շեմն է։ Այսինքն բոլորը չէ, որ պարտավոր են ներկայացնել հայտարարագիր, ոչ թե համընդհանուր հայտարարագրում է իրականացվում, այլ որոշակի աշխատավարձային կամ եկամուտների շեմը անցած քաղաքացիների համար է դա որպես պարտականություն սահմանվում։ Եվ երևի որպես կանոն բարձր շեմ է։ Բնականաբար, այո, նվազ շեմը ինքը հայտարարագիր չի ներկայացնում։ Կարող եմ օրինակ բերել, օրինակ Ամերիկան, որը 1 դար լրացնում է, այնտեղ նույնպես համընդհանուր չէ, համակարգային չէ այդպես, հա, հայտարարագրումը որպես այդպեսին, իսկ Ճապոնիայում ընդհանրապես, Ճապոնիայում եւ Ղազախստանում ընդհանրապես հրաժարվել են 2025 թվականի հունվարից հայտարարագրման ինստիտուտից։ Մասնավորապես Ղազախստանում հանրային ճնշման ներքո հայտարարատու հանդիսացող քաղաքացիների 100%-ից 90-ը ազատվել է այդ բեռից եւ պարտականությունից ընդհանրապես հրաժարվել են եւ պետությունը կառավարության համապատասխան որոշմամբ նրանց ազատել է եւ ընդհանրապես 10%-ի վրա է թողել այդ պարտականությունը։ Իսկ հայտնի է այդ 10%-ը պետական հանրային ծառայողներ են։ Հավանաբար պետական եւ հանրային ծառայողներ են, ովքեր այլ տարբերակ չունեն, քան հայտարարագիր լրացնելը։ Բարի, իսկ անդրադառնալով էլի մեր իրականության, այս պահի դրությամբ, այո, մենք շեշտադրեցինք, որ մեկ ամիս ունենք, որոնք են հայտարարագիր ներկայացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները։ Որպես այդպեսին ասեմ, հա, որպես իրավունքների շրջանակում ես թվարկեմ, որ կան եկամուտների տեսակներ, որ քաղաքացիները իրավունք ունեն չհայտարարագրելու, այս մասին մշտապես մենք խոսում ենք, բարձրաձայնում ենք, մասնավորապես դրանք մինչև 300,000 դրամ անհատույց փոխառությամբ, նվիրատվությամբ եւ գույքի միանվագ օտարումից ստացված եկամուտներն են։ Այսինքն այս դեպքերում քաղաքացիները իրավունք ունեն պարզապես, սա իրենց իրավունքն է հայտարարագրել կամ չհայտարարագրել։ Անկամ հայտարարագրելու դեպքում պարտականություն չհայտարարագրման արդյունքում չի կարող առաջադրվել, այսինքն հետևանք որպես այդպեսին եւ նաեւ չունի ինքը պարտականություն հայտարարագրելու։ Պարտականությունը դե հայտարարագրել բոլոր եկամուտները հավուր պատշաճի, այսինքն այնինչ իսկապես քեզ համար եկամուտ է եւ այդտեղից, այսինքն եկամուտ բառից բնի իմաստով, հա, դու շահույթ ծառայություն ես մատուցել, դրա դիմաց վարձատրություն ես ստացել, աշխատանք ես կատարել եւ այդտեղից համապատասխանաբար հարկերը չես վճարել, դա դու պարտավոր ես եւ դա միշտ էլ այդ պարտականությունը եղել է։ Այլ հարց է, որ ներկայումս հայտարարագրման ինստիտուտի ներքո այդ ամենը շատ ավելի բարձ ու թափանցիկ է լինելու եւ պետական մարմինների կողմից հնարավորություն է լինելու այդ ամենը վերահսկելու եւ ստուգելու։
Բարի, իրավունքների պարտականությունների շրջանակը կարծես թե պարզ է, եկեք անդրադառնանք բուն հայտարարագրման գործընթացին։ Մեկնարկը ինչպիսին է, այսպես ասած, ինչից սկսել, որտեղից սկսել։ Այո։ Ամենակարևորը պետք է սկսել նույնականացման քարտի ձեռքբերումից, այս մասին բազմիցս ասում են եւ ներկայումս այն հերթերը, որոնք որ մենք տեսնում ենք անձնագրային բաժանմունքներում, շատ մեծ են եւ որպես կանոն հայտը տալուց հետո 15-օրյա ժամկետում է տրվում նույնականացման քարտը, բայց այնպիսի մեծ հերթեր են գոյացել, որ դա ուղղակի անհնարին է լինելու անգամ 1 ամսվա ընթացքում իրականացնել։ Քաղաքացիները պետք է դիմեն անձնագրային ոստիկանության անձնագրային բաժանմունք եւ ստանան նույնականացման քարտ։ Քարտը ձեռք բերելուց հետո մոտենում են իրենց բջջային օպերատորին եւ ակտիվացնում են իրենց էլեկտրոնային ստորագրությունը։ Ունենք քաղաքացիներ, ովքեր նախկինից եկած նույնականացման քարտերը դեռևս ունեն, գործող քարտեր են նախկին PIN եւ PUK կոդերով եւ այդպես նույնպես կարող են իրենք իրականացնել իրենց ստորագրությունը, այսինքն լրացնել հայտարարագիր։ Նույնականացման քարտը ձեռք բերեցինք, էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացրեցինք, դրանից հետո արդեն պետք է մտնել պաշտոնական կայքեջը, պետական եկամուտների կոմիտեի, self portal պետք է իրենց պաշտոնական կայքեջը, այո, եւ այնտեղ պետք է մտնել ֆիզիկական անձանց հայտարարագիր բաժինը, հարթակը, միասնական էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ, որից հետո նույնականացումից հետո էլեկտրոնային ստորագրության միջոցով մտնում ես հենց ինքդ քո էջ։ Քաղաքացին երբ մուտք է գործում իր էջ, այնտեղ իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Անձնական, գիտեք, ես միշտ որ ասում ամեն ինչ շատ պարզ է, միշտ պետք է հասկանալ ում համար իրականում պարզ, այսինքն ունեն քաղաքացիների մի զանգված մերպես, ովքեր ամբողջ օրը տեխնիկայի հետ են աշխատում, մեծ համար բնականաբար դա պարզ է, բարդ չէ։ Այդ հաշվի առնելով, որ ունենք քաղաքացիներ, ովքեր տեխնիկայից հեռու են կամ պարզապես հնարավորություն չունեն տեխնիկա ունենալու, այստեղ լուրջ խնդիրներ են առաջանում եւ այդ խնդիրների հետ այսօր մեր քաղաքացիները բախվել են։ Երբ մտան արդեն անձնական տիրույթ, այնտեղից ընտրում են հայտարարագիրը, նոր հայտարարագիր եւ քայլերով գնում են առաջ։ Ամենաառաջին քայլը այս փուլից սկսած դա հարկ վճարողի հաշվառման համար գեներացնելն է, ՀՎՀ։ Դրանից հետո քայլերի հաջորդականությամբ գնում են առաջ, սխալվելու տեղ էլ չկա, պարզապես պետք է եկամուտների տեսակները այո դիրապետել եւ հասկանալ, որը որ բաժնում ըստեյության գրել։ Կարող ենք ասել, որ այս մեխանիզմը, որը ներդրված է, այսօր գնահատել պարզեցված, թե ավելի հստակ կլինի գնահատական տալ 1 ամիս հետո եւ արդյոք միջազգային փորձը եւս վկայում է այն մասին, որ նմանատիպ համակարգ է ներդրված, թե ավելի պարզ է, թե ավելի բարդեցված է, որ երկրներում, որ երկար տարիներ է մի քիչ ավելի ուրիշ ձևով է ներդրվել, զարգացում է նաև էլեկտրոնային տեխնոլոգիական իմաստով լուծումները ավելի այլ են։ Եթե կարելի է կիսվեք փորձով։ Ես չբերեցի օրինակ Գերմանիայի եւ Չեխիայի օրինակը, որտեղ եկամտային շեմ է գործում։ Սա արդեն իսկ ենթադրում է, որ բոլոր խավի անձինք չեն, որ պետք է լրացնեն, այսինքն հասարակ բանվորին հաճախ ավելի դժվար է, լրացնել այդ հայտարարագիրը, քանի որ ինքը կյանքի բերումով տեխնիկայից հեռու է։ Եվ նրանք, ովքեր որ ավելի բարձր բարձրացություն են, ավելի բարձր եկամտային շեմ ունեն, նրանց ավելի հասանելի է դա լրացնել։ Ֆրանսիայում շատ հետաքրքիր է, որ 20-րդ դարի սկզբներից է համակարգը ներդրվել, ընդ որում համընդհանուր։ Բայց ինչով է դա ինչու է ինքը արդյունավետ, որովհետև հարկային մարմինների կողմից մշակված հարթակը այնքան պարզ ու մատչելի է գործում եւ գրեթե ողջ ինֆորմացիան, որը որ քաղաքացին այնտեղ հանրային այսպես ընդդիմություն չի եղել, այս իմաստով։ Այդքան չեմ խորացել իրականում։ Նորոշ է գործադուլներ։ Որպես կանոն, այո, որպես կանոն ամեն բան էլ ոնց այդտեղից է սկսվում իրականում, կամ պետությունն է հաղթում, կամ քաղաքացիները հիմա տեսեք Ղազախստանի, Ճապոնիայի դեպքում փաստորեն այդ փուլային 5 տարվա ճանապարհը, որը որ անցան տվյալ պետությունները բավարար չէր, այսինքն խնդիրը այնքան է խորացել, որ հետ են կանգնում այդ համակարգից, իսկ Ղազախստանը, ինչպես նշեցի, 10%-ի վրա թողեց այդ պարտականությունը։ Մինչդեռ նույն Ֆրանսիայում կամ եկեք Էստոնիայի օրինակը ես բերեմ, այնտեղ քաղաքացիները Էստոնիայում ձեռքով չեն լրացնում։ Պետական հարկային մարմինը ամեն բան մանրամասն լրացրած, գեներացրած, արդեն իսկ ուղարկում է քաղաքացուն հաստատման, ստուգման, եւ քաղաքացուն այլ բան չի լինում, քան ուղակի հաստատելը։ Մեր դեպքում կրկին վերադառնում եմ նոր ասած մտքից, որ նայած ով է լրացնողը։
իսկապես ունեն քաղաքացիներ, ովքեր որ այդ հնարավորությունը չունեն։ Դրա համար մենք մեր ընկերությամբ սկսեցինք զբաղվել այս գիտելիքի փոխանցմամբ եւ տարածմամբ։ Սկսեցինք դասընթացներ կազմակերպել տարբեր քաղաքացիների համար, ընկերությունների, աշխատակիցների համար, իրազեկման հանդիպումներ, որոնց ընթացքում այս ամենը մանրամասն իրենց ներկայացնում ենք, քայլերի հաջորդականությունն ենք բացատրում եւ նպատակը այն է, որ եթե մեկ քաղաքացի, մեկ ընտանիքից դա տիրապետի, ապա ընտանիքի բոլոր անդամներն հնարավորություն կունենա լրացնելու։ Բարի, իսկ լինում է դեպքեր, որ կամ ինչ-որ ակցիաների շրջանակներում անվճար դուք այդ ծառայությունը մատուցում եք, սահմանափակելով իհարկե, որ ընտանիքից մեկը կան։ Վերջերս իրականում ուսուցիչների տոնին ընդառաջ անվճար կազմակերպեցինք, մասնակցեցին այո մոտ 50 ուսուցիչներ, բավականին այդպես գոհ էին, ծրագիրը ընդ որում ասեմ շատ պարզ ու մաչել ենք բացատրում, մասնագիտական տերմինոլոգիայից մի փոքր ավելի այսպես տարած կենցաղային օրինակներով ավելի հեշտ լեզվով ենք այդ ամենը մատուցում։ Այո, լինում են իրականում ուղղակի էլի նախատեսում ենք, բայց այդ անվճար իրավաբանական խորհրդատվությունը ինքնին գիտեք, որ չենք կարող այդպես հաճախ իրականացնել։ Ամեն դեպքում արժեվում մի քանի ամսից նոր տարի է, միգուցե տուգանվածների համար արդեն դասընթացներ անեք, ցանկալի է դրան չհասնենք իրականում։ Խնդրում եմ Տիկին Միրիջանյան հիշեցնենք մեր ռադիոլսողներին, որ գումարներն են ենթակա հայտարարագրման եւ որ գումարները ոչ։ 300,000 դրամը գերազանցող, այո, բայց սա իրականում շատ են կրկնում, որովհետև խոճապ է առաջացնում եւ կարեւոր է սրա հետ կապված հիշել նպատակները։ Այսինքն անգամ 5,000 դրամը, եթե դա քո աշխատանքի դիմաց վարձատրություն է, դա հարկվող եկամուտ է։ Բայց այն եկամուտը, որը որ վարձատրություն չէ, աշխատանքի դիմաց, ծառայություն ես մատուցել մյուս կամ այլ իմաստով, եթե 300,000 դրամ ինքը չի գերազանցում եւ ստացել ես այդ գումարը փոխառությամբ, նվիրատվությամբ, անհատույց կամ գույքի օտարման միանվագ օտարման գործարքներից, այս դեպքում դու իրավունք ունես այդ եկամուտները չհայտարարագրելու։ 300,000-ից սկսած այդ եկամուտները ենթակա են հայտարարագրման, այսինքն մեր քաղաքացիներից համար դա որպես պարտականություն է սահմանված, սակայն հարկային պարտավորություն այդտեղից չի առաջանալու եւ նշեմ նաեւ, որ խոսքս վերաբերում է մեկ գործարքին, այսինքն հնարավոր է 400,000 դրամանոց գործարքը մի քանի մասով անել, չունենք օրվա մեջ գործարքների սահմանափակում եւս։ Ես հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք հայտարարագիր 2025 եւ այն իրավական հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ հայտարարագիրը չներկայացնելու պարագայում։ Այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավարին հրավիրել իրավաբան, փաստաբան Confido Advisory ընկերության հիմնադիր տնօրեն Մարինե Միրիջանյանին։ Միրիջանյանը շարունակելով մեր զրույցը, այսպեսի մի հարց, որոնք են որպես այդպիսին ֆիզանձի ստորագրության էլեկտրոնային ստորագրության տեսակները հայտարարագիր լրացնելիս։ Էլեկտրոնային ստորագրության մասին է խոսքը, ֆիզանձը ըստ էության ստորագրելու երկու հնարավորություն կա, այսինքն նույնականացման քարտի միջոցով, երբ քարտը ուղղակիորեն տեղադրում է սարքի մեջ, կարդում է PIN-ը հավաքելով, եւ էլեկտրոնային ստորագրությամբ երկու տարբերակ կա։ Այսինքն նրանք, ովքեր նախկինից ունեն նույնականացման քարտեր, արդեն իսկ կարող են իրականացնել դա, ովքեր չէ, լրացուցիչ պետք է էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացնել։ Իսկ այստեղ տեխնիկական ինչ-որ խնդիրներ առաջանում են, թե ոչ։ Անկեղծ ասած, ես տեխնիկական խնդիրներից չեմ առնչվել։ Ես վստահ չեմ իհարկե վերջին 1 ամսում ինչ կկատարվի, արդյոք ծառաբեռնվածությամբ պայմանավորված հնարավոր է ինչ-որ խնդիրներ առաջանալ, բայց ընտանիքի տարբեր անդամների համար բազմիցս փորձել եմ լրացնել, որևէ խնդրի հետ ես չեմ բախվել այս ընթացքում։ Չհարկվող եկամուտներ հատվածը հայտարարագրման այդ գործընթացի պարագայում ինչ պետք է պարունակի, ինչ պետք է լրացնի հայտարարություն։ Ես ներկայացնեմ հայտարարագրի բաժինները, եթե կարելի է, եւ այնտեղ անդրադառնամ նաեւ չհարկվող, նվազեցվող, եկամուտներին, որպեսզի ավելի պատկերավոր լինի մեր քաղաքացիների համար։ Հայտարարագիրը ինքը բաղկացած է 6 բաժիններից։ Առաջին բաժինը դա վերաբերում է կոնկրետ քաղաքացու ստացած աշխատավարձին կամ իրավական պայմանագրի հիման վրա ստացած եկամուտներին, որոնք իդեպ ինքնաշխատ կերպով են լրացվում։ Այսինքն այն քաղաքացիները, որոնք վարձու աշխատողներ են, ըստ էության եւ այլ գործարքների մեջ չեն լինում, չունեն նման այլ գործարքներ, այդպես ակտիվ
շարժ չեն ունենում ֆինանսական, իրենց հեշտ է լրացնելը։ Թվարկված գործողությունները քայլեր անելուց հետո գալիս են ինքնաշխատ կերպով լրացված ինֆորմացիան, ընդհանրապես ստուգում են, որպես կանոն այնտեղ այո, խնդիրներ չի լինում, տարբերություն չի լինում, եթե կա որևէ տարբերություն ձեռքով հնարավորություն են դա ուղղելու եւ հաստատում են։ Սա հայտարարագրման առաջին բաժինն է։ Երկրորդ բաժնում արդեն նվազեցվող չհարգվող եկամուտներն են, սրանք բոլոր այն եկամուտներն են, որոնք որ մենք պարտավոր ենք լրացնել, օրինակ, հա, 300,000-ը գերազանցող փոխառությունն է, նմանատիպ գործարք նվիրատվությունն է, մյուս։ Սակայն հարկ եմ համարում այստեղ շեշտադրումը կատարել նրա վրա, որ հարկային պարտավորություն մեզ համար չի առաջանում։ Պարզապես պարտականություն է լրացման։ Այնուհետև երրորդ բաժնում արդեն բոլոր եկամուտներն են, որտեղից որ հարկային գործակալը հարկը չի վճարել, չի պահել, մաքուր գումարը մեզ է տվել եւ այդտեղից մենք պետք է մեր հարկերը վճարենք։ Օրինակ աշխատում ենք արտասահմանյան ընկերության համար, որը որ մեր փոխարեն հարկերը չի վճարում, գումար ամբողջությամբ մեզ է փոխանցում, մենք այս բաժնում համապատասխանաբար եկամուտի տեսակի դիմաց գումարն են գրում, ընդ որում տոկոսադրույքները նույնպես դուրքաչափեր ավելի ճիշտ նշված են, հարկ ավտոմատ կերպով հաշվարկում է եւ վերջում 6-րդ բաժնում, ներողություն 5-րդ բաժնում, որը ամփոփում է վճարվելիք հարկերը, եկամուտները, այնտեղ այդ ամենը արդեն ամփոփ մեկ թվի տեսքով զետեղվում է։ 4-րդ բաժինը Mēs mums սոցիալական ծախսը նշեցինք։ Չէ, երրորդը նշեցինք, 5-ում պարզապես ամփոփ տեղեկատվություններ, ուղիղ 5 գնացինք դեպի 4-րդում սոցիալական ծախսերն են, որոնք նույնպես ինքնաշխատ կերպով են երևում։ Սոցիալական ծախսերին, եթե առիթ կունենանք անդրադառնալու այդ մասին ես ավելի մանրամասն կներկայացնեմ։ 5-րդ բաժինը ամփոփում է այն ամբողջ տեղեկատվությունը, որը լրացրել ենք 1-ից 4-րդ բաժիններում։ Ներառյալ իսկ 6-րդ բաժինը դա վերաբերում է ինքնազբաղվածությունից ինքնազբաղվածության արդյունքում սոցիալական վճարի հաշվարկին։ Այսինքն դու էլի կրկին ինքդ լրացնում ես 5% հարկը այնտեղ համապատասխանաբար կիրառվում է։ Բարի, տեսեք, մի հարց էսպես ամբողջ ընթացքը, որը ձեր կողմից եւ նկարագրված եւ տեղադրված է համակարգում, գործում է համակարգը, ըստ էության ինֆորմացիան ինքնաշխատ գեներացվում է։ Իրականում ամբողջ չէ։ Իրականում մասամբ աշխատավարձները եւ սոցիալական ծախսը, բայց այնտեղ չի ամեն դեպքում, շատ իմաստը նշել։ Ամեն դեպքում, եթե այսպես նայենք, ինչ որ օգնություն է քաղաքացու համար, ով առաջին անգամ է լրացնելու, ինչ որ մեխանիզմ թողնված է, գործիքներ։ Իսկ ֆինանսական միջոցների ինքնաշխատ եղանակը ինչ ձևով է իրականացվում, ինքնաշխատ չէ, որ ֆինանսական միջոցները այդ եկամուտների հետ կապ, օրինակ բանկերի հետ կապված ամբողջ ինֆորմացիան բանկը ուղարկում է, ինչ եղանակով է, թե նայած բանկ, ինչ ձևով է այդ ինֆորմացիան գեներացվում։ Կոնկրետ բանկերի հետ կապված կարող եմ նշել, որ բանկային հավելվածների միջոցով հնարավորություն ունենք մեր հայտարարագիրը բանկային գործարքների մասով ներբեռնելու այդտեղից ինֆորմացիան վերցնելու եւ համապատասխանաբար մուտքագրելու հայտարարագրերում։ Այսինքն եթե մենք ստացել ենք մի քանի վարկեր այդ տվյալ տարվա ընթացքում, մենք դրա հանրագումարը կարող ենք տեսնել։ Ավանդի տոկոս դա նույնպես կարող ենք տեսնել։ Բանկային այս մասով հեշտացրած է բանկային գործարքները, մնացած ֆինանսական շարժերի մասով ըստ էության դու պետք է քեզ համար նշումներ կատարես, միգուցե երբ որ լրացնում ես, ֆիլտրես այդ ինֆորմացիան, դնես 300,000 եւ գերազանցող գումարների շարժը, մուտքերը դու տեսնես, անձամբ ես այդպես եմ լրացրել, որպեսզի կարողանայի հնարավորինս այդ շրջանակը եւ բաց չթողնեի եւ շրջանակը փոքրացնեի եւ ասեմ ձեզ ինչու մենք մեր ընկերության որոշեցինք դասընթացների միջոցով գիտելիքը փոխանցել ոչ թե մատուցել հայտարարագիր լրացնելու ծառայություն շատ པարզ պատճառով։ Նախ երբ մասնագիտացված ընկերություններ իրենց աշխատակիցների միջոցով այդ ծառայությունը մատուցում են եւ քաղաքացու ողջ բանկային այդ շարժին դիրապետում են, ուղղակիորեն բանկային գաղտնիքի գրող են դառնում, որը ինքնին ճիշտ չէ, այսինքն անձնական տվյալների պաշտպանության խնդիր ունենք եւ հաշվի առնելով բոլոր այս ռիսկերը մենք որոշեցինք ուղղակի գիտելիքս փոխանցել քաղաքացիներին։ Հասկանում եմ։ Եվ դեռ անձնական տվյալների օգտագործման հետ կապված կարող է հետագայում ինչ-որ դեպքեր լինեն, հետո արդեն
Այո, երբ տեսնենք ոնց կզարգանա, ոնց կկիրառվի, ոնց կզարգանա, ամեն դեպքում ոչինչ բացառված չէ։ Խնդրեմ ներկայացրեք նաև հարկային գործակալ չհանդիսացող ֆիզանցի կողմից լրացման ենթակա այդ միջոցների շրջանակը։ Այո, սա իմ կողմից, այո, նշված երրորդ բաժիններ, որտեղ ըստ էության օրինակը բերեցի, երբ մենք աշխատում ենք օրինակ օտարերկրյա ընկերությունում, այնտեղից ստանում ենք եկամուտ, հարկը չի վճարել մյուս կողմը, մենք ինքներս ենք եկամուտը այստեղ նշում եւ համապատասխանաբար վճարում հարկը կամ բնակարան ունենք, որը վարձակալությամբ ենք տալիս եւ ըստ էության այս ամենը նորություն չի, իրականում միշտ էլ եղել է, միշտ էլ այս հարկային պարտավորությունը պետք է կատարենք, պարզապես հիմա խուսափելու տեղ չկա, ավելի պարզ ու թափանցիկ է դարձել։ Դուք նաև մատնանշեցիք սոցիալական ծախսի փոխհատուցման հետ կապված, կարծես թե նշեցիք, բայց չբացեցիք, եթե կարելի այս մասով էլ մի փոքր մանրամասնեք։ Տեսեք, ամենակարևոր հանգամանքներից մեկը սոցիալական ծախսի փոխհատուցման համար ես նշեմ, որը շփոթություն է առաջացնում քաղաքացիների շրջանակներում, մինչև չենք լրացնում հայտարարագիրը, չենք կարող դիմել սոցիալական ծախսի փոխհատուցման։ Եվ այսինքն պետությունը սոցիալական ծախսի գաղափարը մտցրել է նրա համար, որպեսզի ինչ որտեղ կարողանա քաղաքացուն շահագրգռել ներկայացնելու տվյալ հայտարարագիրը եւ անգամ այս ֆոնին ստատիստիկան տեսնում ենք այդքան էլ հաջող չէ իրականում։ Սոցիալական ծախսի մասով հետեւյալը նշեմ, երկու հիմնական ուղղություններ մենք ունենք, առողջապահական եւ կրթական։ Առողջապահական մասով դա տնտեսաբուժական ծախսերն են եւ առողջության ապահովագրության փաթեթներն են, կրթականը դա արդեն կրթությանը ուղղված։ Առողջապահական մասով առավելագույնը 50,000 դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորություն ունենք, կրթական մասով 100,000 եւ եթե քաղաքացին դիմում է երկուսը միասին, այսինքն երկու ուղղությամբ էլ ունի կատարված ծախս, առավելագույնը 100,000 կարող է փոխհատուցում ստանալ եւ սրա հետ կապված էլ նաեւ նշեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի 100,000-ի կարող է դիմել։ Սա էլ է շփոթություն առաջացնում։ Ընտանիքը թե քաղաքացին է։ Հայտարարագիր ներկայացնող անձ, յուրաքանչյուր անձ, որովհետև օրինակ, մեր ընտանիքում մենք 3 ուղղությամբ, 3 կրթական ուղղությամբ արել ենք ավելի քան 100,000, բայց ես որպես քաղաքացի կարողացա 1 ուղղությամբ դիմել, ընտանիքի մյուս անդամը էլի 100,000-ի համար կարող է դիմել։ Ու մյուս երկու կարևոր բան էլ նշեմ սոցիալական ծախսի հետ կապված, որ քաղաքացիները երբեմն շփոթում են, կանխիկ են վճարումները կատարում, պետք է պարտադիր լինեն անկանխիկ, հաստատությունները, որտեղ վճարումները կատարում են կրթական մասով կոնկրետ, պետք է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից լիցենզավորված լինեն, դա հեշտ հնարավոր է ճշտել լիցենզավորված է թե ոչ, եւ մյուս կարևոր հանգամանքը պետք է պետությանը վճարած դրական իմաստով, դրական տարբերությամբ եկամտային հարկ ունենանք։ Սա ինչու եմ նշում, որովհետեւ երբ հիպոթեկի տոկոսները մեր վճարվում են մեր եկամտային հարկից եւ արդյունքում այնտեղ մի բան էլ ավել է վճար, այսինքն բացասական 0 է, բացասական չէ 0 է, հետեւաբար մենք չենք կարող դիմել սոցիալական ծախսի փոխհատուցման։ Եվ վերջին հարցը, կարծես թե տեխնիկական է, բայց այնուամենայնիվ հայտարարագիրը լրացված է, պետք է հաստատվի հայտարարագիր ներկայացնողի կողմից։ Դա տեխնիկական ընդհանրապես այսպես կոճակ է, սեղմում է, գեներացվում է, ինֆորմացիան ստուգում է, թե լրացուցիչ ինչ որ այսպես ինֆորմացիա պետք է ճշտի, որ կամ ուշադրություն դարձնի, որ տեղեկանա, որ նորմալ լրացրել է։ Չէ, քայլերի բարձ հարց, բայց տեխնիկական հարց, քայլերի հաջորդականությամբ եւ ավարտում ենք 6-րդ բաժինը, ինքը հայտարարագիրը արդեն այդպես ամփոփ մեկ փաստաթղթի տեսքով գնում է անձնական այդ էջում իր տեղն է գտնում, որից հետո այսպես կողքը անմիջապես գրած է, որ կարող ես խմբագրել, կարող ես ստորագրել, ուղարկել հարկային մարմին։ Շատ բարի։ Իսկ խմբագրության իրավունքը տեղում է սպառվում հաստատելուց հետո, թե կարող եք նաև ինչ որ ժամանակից հետո նախորդ միտքս ավարտեմ եւ սա եւս ասեմ, այնտեղ այսինքն մենք հնարավորություն ունենք արդեն ստորագրելու էլեկտրոնային ստորագրությունը դնելու հայտարարագիր ուղարկելու, բայց համոզվել, որ մենք ամեն բան ճիշտ ենք արել, ցավոք մենք դա չենք կարող, այսինքն արդյոք մենք ճիշտ ենք հասկացել, որ բաժնում, որ եկամուտի տեսակը պետք է գրեինք, այս մասով չունենք, բայց այն որ հայտարարագիրը մենք ներկայացրել ենք այդ մասով, մենք ստանում ենք ծանուցում, որ ձեր հայտարարագիրը ընդունվել է։ Դա երևում է, բայց դե որքանով իսկ սխալի դեպքում պատասխանատվության ինստիտուտը եւ պրակտիկային պետք է հետևենք։ Իրականում եթե սխալը, դե հետեւյալն է, եթե սխալը հանգեցրել է հարկերի նվազման, ապա այդ հարկերը պետք է վճարես համապատասխանաբար
նաև դուրս տու գանք հնարավոր պետք է հետևենք պրակտիկան ինչպես կզարգանա։ Հետևենք եւ որը ժամանակից անց մենք կանդրադառնանք այս թեմային անպայման եւ սպասենք կիրառման պրակտիկայի զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր հարցազրույցի քննարկման համար եւ հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք անդրադարձանք հայտարարագրում 2025 այսպես գործընթացին անդրադառնալով նաեւ հիմնականում իրավական հետևանքներին, որոնք կարող են առաջանալ ձեր կողմից հայտարարագիրը չներկայացնելու պարագայում։ Եվ հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանի հյուրներ իրավաբան, փաստաբան Confido Advisory ընկերության հիմնադիր տնօրեն Մարինե Միրիջանյանը։ Շնորհակալություն Տիկին Միրիջանյան։ Շնորհակալ։ Նաև հիշեցնեմ, որ ձեզ հետ էր նաև հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։